Այսօր ես եւ իմ ընկեր Ռաֆոն մամբայի տարատեսակ կոնֆետներով խաղալու ենք տարբեր խաղեր եւ ով պարտվեց պարտավոր է անել պատիժը։ Քու արարտն ես ոչ էլ ուզում եմ գործը անեմ, ներվայնած արան։ Hello, handsome։ Այս տուփի մեջ գտնվում են չափազանց բարդ առաջադրանքներ եւ ով պարտվեց պարտավոր է տուփից քաշել թուղթ եւ կատարել թղթի վրա գրված պատիժը։ Վիդեոն ուղղակի թեժ է անցնելու։ Մնա մինչեւ վերջինս հետ։ Արա, էս ինչ շոկ է։ Էս ինչ գրազավոր ես եմ անում։ Մինչ սկսենք մեր խաղերն ու դաժան առաջադրանքները, ես պետք է խժռեմ սրանք, որը ես չեմ մանկությունից ես մամբայի կոնֆետները ահա որ շատ եմ սիրել։ Բայց մրգայինները ինչ վերջնա։ Դե ինչ մենք գտնվում ենք առաջին փուլում, որը կոչվում է դոմինո։ Իսկ թե ինչի դոմինո, հիմա բացատրեմ։ Առաջին փուլում մեր առջև գտնվում է մամբայի ծանվող կոնֆետները, որոնցով էլ պետք է սարքենք մեր անվան առաջին տառը, այսինքն ես Կ տառը, դու Ռ տառը, բայց այս բայցը շատ կարևոր է։ Մեր անվան առաջին տառերը նենց պետք է սարքենք, որ բոլոր կոնֆետները շղթայական ռեակցիայով հերթով ընկնելով գնան ոնց որ դոմինոյի քարերն են ընկնում։ Եթե գոնե մի հատ կոնֆետը մնաց ու չընկավ, այդ մասնակիցը պարտվում է եւ պարտավոր է անել պատիժը։ Դե ինչ առաջարկում եմ բացենք կոնֆետները, գնացինք։ Հուսով եմ կանոնները պարզ է։ Ունենք ուղիղ 2 րոպե ժամանակ, պատրաստ ես Ռաֆ։ Այո։ Давайте, գնացինք։ Պատահական եղավ։ Վերջ։ Խաղանք խաղը։ Տենանք ով անելու պատիժը։ Կկրվես դե որ դու անես պատիժը Ռաֆս։ Հասկացա՞ք։ 2 րոպեն համարում եմ սկսված, գնացինք։ Ես կտառը պետքա սարքեմ հնարավորինս լավ, որ ընդհանրապես մեկ հպումով խնդրեմ։ Այսենց ընկնի։ Ամեն մի քարի դրված ձևը շատ կարևոր է որ ճիշտ լինի, որովհետև ընդհանրապես մի քարը եթե սխալ դնեմ, կարող է բոլորը չընկնի ու ես պարտվեմ ու նշեմ, որ այսօր մեր պատիժները շատ ահա որ դաժան է, դրա համար պետքա ամեն ինչ անեմ, որ ես հաղթեմ, ձև չկա։ Կան մի վարքյան, սխալ սարքեցի։ Մի վարքյան, սա խառնեցի իրար, պասի։ Մի վարքյան, ռ սխալ սարքեցի, սա խառնեց մի վարքյան, սպասի։ Դու ճիշտ ես սարքում։ Դու ճիշտ ես սարքում։ Նույնը մի կրկնի ինչ ասում է։ Մի կրկնի նույնը ինչ ասում։ Ինչ ես նույն բաները ասում։ Ինչ ես նույն բաները ասում։ Արա ռտարը թա սարքի։ Կտառը դա սարքի։ Թութակ։ Թութակ։ Չգիտեմ լավ է ստացվում թե չէ, բայց ես անում եմ իմ առավելագույնը։ Ճիշտ ասած չգիտեմ, եթե ինձ մոտ լավ է ստացվում թե չէ, բայց ես անում եմ իմ առավելագույնը։ Հա, Ռաֆս, ապրես դու։ Հա, կարաս ապրես դու։ Դե մի կրկնի ինչ Դե մի ասում եմ։ կրկնի ինչ ասում եմ։ Հասկացա։ Հասկացանք։ Խաղը թա խաղը։ Խաղը թա խաղը։ Ախ։ Արա մի արա։ Մնաց ընդամենը 10 վայրկյան, մի հատ վերջնական հասկանում ենք սաղ ճիշտ է թե չէ։ 3 2 1 վերջ, էլ չես կարա սարքել։ Ժամանակը վերջացավ։ Ուրեմն սա իմ կտառն է, իսկ սա Ռաֆոյի ռտառն է։ Ես վստահ եմ, որ մի հատ հպումով սաղ ընկնելու է։ Քոնը անհնար է սաղ ընկնի։ Հա, վստահ ես։ Վստահ եմ։ Խի, այդքան վստահ քո վրա։ Ես այդքան վստահ քո վրա։ Դու էլի կրկնում ես իմ խոսքերը։ Արի դու Դու սկսի։ կրկնում ես իմ խոսքերը, արի դու սկսի։ Չէ, արի դու սկսի։ Արի դու սկսի։ Արի դու սկսի։ Ու նույնը մի ասա, ինչ ես եմ ասում, սկսի։ Արի դու սկսի ու նույնը մի ասա, ինչ որ ես եմ ասում։ Լավ, ես կսկսեմ։ Լավ, ես կսկսեմ։ Դե սկսի։ Դե սկսի։ Ռավ, հիմա ես եմ սկսում, թե դու։ Կար հիմա ես եմ սկսելու, թե դու։ Ռավ կսկսես։ Կար սկսի, էլի։ Ռավ սկսի։ Կար սկսի։ Արա հերիքա կրկնես իմ Արա հերիքա ասածները։ կրկնես իմ ասածները։ Ռավ, ինչ վիդեոն սկսել ենք, ինչ ասում եմ, նույնը ասում ես։ Կարի ինչ վիդեոն սկսել ենք, ինչ ասում եմ, նույնը ասում ես, վա։ Ես կսկսեմ, ասում Ես կսկսեմ, սուս մնա։ Դե սկսի։ Կմորթեմ քեզ, մի կրկնի ինչ որ ասում եմ։ Արա կմորթեմ քեզ, մի կրկնի ինչ որ ասում Ինչ եմ։ ես անում։ Թող լավ, ես կսկսեմ։ Ես կսկսեմ։ Հա, Ռաֆս։ Գնացինք 3 2 1։ Բա։ Մի արա, հուսանք սաղ կընկնի։ Ձև ես աղ խնդում։ Բաս մի հատ էլ եմ Ոչ, փորձում։ ով ասե որ շանս կա։ Հա, Չես կարա։ Իմ համար եմ փորձում, շանս արդեն պարտվել եմ, իմ համար եմ փորձում։ Ուիլիկ։ Վայ քորես։ Հիմա եթե քոնը սաղ ընկավ, ես պետք է անեմ պատիժը։ Այս խաղի մեջ կարևոր գաղտնիք կա։ Պատրաստ։ Գնացինք։ Ահա։ Օրո։ Սաղ ընկավ։ Արա լավ պարտվեցի, ոտդ։ Տեսնենք թե ինչ պատիժ է ինձ սպասվում։ Իմ ձեռքերում գտնվում է պատիժների տուփը, որ ես հիմա այսենց լավ կխառնեմ։ Այսենց խառնում ենք թղթերը։
Այս մեկը։ Հագնել ծաղրածուի հագուստ, արդեն ահա որը։ Բարձրանալ սար եւ տեղադրել հավատաքես ամպիկով դրոշակ։ Էս ինչ տարօրինակ պատիժ էր, Աստված իմ։ Այսինքն ծաղրածուի շոյեր հագնել ու բարձրանալ սարը։ Մի հատ էլ հավատաքեզով դրոշակ տեղադրել։ Ահա որ ա ուղակի։ Այն ինչը ձևեր է սանում, վայ։ Ինչ ասեմ, գնում ենք բարձրանանք սարը ծաղրածուի շորերը հագած։ Գնացինք առաջին պատիժը անելու։ Եկավ ծաղրածուի շորերը հագնելու ժամանակը։ Գնացինք։ Դե ինչ ես վերածվեցի ծաղրածուի, շատ տարօրինակ է այս պատիժը ու չգիտեմ ինչի հենց ծաղրածուի շորերով պետքա բարձրանամ սարը։ Սա մեր դրոշի փայտիկն է, սա մեր սպիտակ ամպիկն է։ Ես ամբողջովին պատրաստ եմ։ Առաջարկում եմ արդեն բարձրանանք սարի գագաթը։ Գնացինք։ Ուղիղ 5 րոպե արդեն բարձրանում եմ սարը։ Խնդրում եմ մի հատ նայեք ինչ սիրուն տեսարան է ստեղից բացվում։ Դե պատկերացրեք որ մինչև գագաթը հասնենք ինչ սիրուն է լինելու վերևից տեսարանը։ Եթե իմ այն հին հետևորդներից ես, ապա երևի կհիշես որ 6 տարի առաջ ես այս սարը էլի եմ բարձրացել, վիդեոն կոչվում է բարձրանում եմ GTA-ի սարը։ Օրինակ այստեղ կարող ես տեսնել եղնիկների եւ նույնիսկ լուսամների։ Ժողովուրդ արդեն ես չեմ ձգում, այս պարիկը ահա որ շոքացնում է, արևն էլ կոնկրետ վառում է։ Այսօր 30 աստիճան է։ Լուրջ չգիտեմ ոնց եմ 5 կիլոմետր բարձրանալու վերև։ Աբսուրդ է ուղակի։ Նրանով դիք ավելի է բարթանում, իսկ հականից էլ ծաղրածու կարոն չի ձգում։ Արա ես ինչ շոք է։ Էլ չեմ ձգում ես, լուրջ չեմ ձգում, ուզում եմ հանեմ այս պարիկը, ես ինչ ապուշ պատիժ էր, արա։ Բայց ես անկեղծ ուրախ եմ, քանի որ այս պատիժը Ռաֆոն էլ է հետս անում։ Ջուրը չռում է այսօր, ավելի սխալ ժամ չկար սարը բարձրանալու համար։ Ժամը 11-ին այս շոկ արևին որոշել եմ սարի գագաթը բարձրանամ։ Լավ ինչ որ շատ եմ բողոքում։ Ուղղակի պետքա ձենս կտրեմ, ուզած չուզած անեմ։ Մողես եմ գտել, դրանց կկարենամ բռնեմ։ Ախավ, շոքին դիմանալու համար չէներգետիկ, լավ ֆայմել էի հետս վերցնի։ Ախ, այնչ լավ էր, ջան։ Գրազ եմ կրվե ասում եմ, պետքա բարձրանամ սարը։ Լոնի շորերը։ Հա, սարը բարձրանամ, ես դրոշը դնեմ գագաթին։ Լավ, good luck։ Գնալով ամեն ինչ ավելի է բարձրանում, բայց դեռ ձգում եմ։ Արդեն նենց բարձր ենք, որ միամիտ պտտվում նահիմ եմ հետ, գլուխը սկսում է բարձրությունից պտտվել։ Հավատս չի գալի, արա։ Հասանք հանգստի վայրը։ Խնդրում եմ մի հատ այս սարանը զգացեք, արա հրաշք է ուղակի։ Հələ դեռ մինչև ուր պետքա բարձրանանք։ Բայց մի ճանապարհը վերև շարունակելը այստեղ պետքա մեր դրոշը սարքենք։ Սա մեր ամպիկով դրոշակն է, որի վրա էլ հիմա կգրենք հավատաքես։ Գնացինք։ Դե ինչ մեր հավատաքես դրոշակը պատրաստ է, ժամանակն է ուղևորվելու դեպի սարի գագաթ։ Գնացինք։ Այստեղ եկավ սարի ամենաբարդ պահերից մեկը։ Հեն Ռաֆը շատ է տանջվում հետս։ Վերջապես! Եվս 40 րոպե անց արդեն գագաթին ենք ու ես հավատաքես ամպիկով դրոշակը դնելու եմ սարի գագաթին։ 3, 2, 1 Հավատաքես դրոշակն այստեղ ժամանակն է այս 5 կիլոմետր ճանապարհը կրկին հետ իջնելու։ Առաջադրանքը օֆիցիալ համարում եմ կատարված։ Ես լուրջ չգիտեմ ոնց եմ սենց հոգնած դժվար դիքի իջնելու ներքև։ Ինձ մի քիչ հանգիստ է պետք։ Դե ինչ մենք գտնվում ենք երկրորդ փուլում, որը կոչվում է բում, բում, բում։ Սա այն հայտնի TikTok-յան չելենջն է։ Իմ եւ Ռաֆոյի առջև դրված են լինելու 9 հատ մամբայի ժելե կոնֆետներից, այնուհետև ես փակելու եմ Ռաֆոյի աչքերը եւ ասեմ բում, բում, բում։ Հետո հակառակը Ռաֆոնը փակելու իմ աչքերը եւ նա ասի Բում, բում, բում։ Մեզանից ով առաջինը ուտի ընտրված 3 բումերով մամբա ժելեները, նա էլ կպարտվի այս փուլում։ Ամեն ինչ արդեն պատրաստ է, առաջարկում եմ սկսենք։ Գնացինք։ Բում, բում եւ բում։ Վերջ, ես արդեն ասել եմ, դու ես։ Բում, բում, բում։ Որը կլինի տենաս, այս փուլում ես հաստատ պատիժը չեմ ուզում անեմ, դրա համար պետք է հաղթեմ։ Այս մեկը։ Բում։ Լուրջ։ Լուրջ ես ասում։ Արա լավ։ Եթե եւս 2 հատ էլ բում ուտեմ, ես պարտվում եմ։ Հուսանք էլ բում չեմ ընտրի։ Արա բախտդ բերեց Ռաֆո։ Ինչի բումը չկերար։ Կընտրեմ այս մեկը։ Բում։ Լուրջ ես ասում։ Ահա։ Արա լավ, արա։ Բայց զատո շատ համով է։ Ժողովուրդ մամբայի կոնֆետները իսկապես փորձել է պետք։ Ես կընտրեմ այս կարմիրը։ Բում։ Այո, առաջին բումդ ունես, եւս 2 հատ ես բում ուտում ու պատիժը անում ես։ Ես կընտրեմ այս մեկը։ Ազատ ես։ Այո, եւ Ես կընտրեմ այս արանժևին։ տեկեր։ Բում։ Ռաֆս հավասարվեցինք։
Արա որը ընտրեմ, ոստված։ Երևի կընտրեմ այս մեկը։ Բում։ Յոր։ Խապեցի։ Խապեցիր։ Բում չէր։ Ազատ ես։ Այո, հերթը քոննա։ Ես կընտրեմ քանի որ սա նարնջագույն է ու դու դրա վրա բում չեր դնի հաստատ։ Ես կընտրեմ այս լիմոնչիկը։ Բում! Ռաֆս պատրաստ ես արա։ Հավասնում ես։ Հա ինչ լավ եմ անում, պատիժ ես արա ես անելու, պատիժ ես անելու։ Ըհն, եկավ հասկանալու թե Ռաֆոն ինչ պատիժ է անելու։ Դե քաշի արդեն չեմ համբերում։ Մի նայի։ Գնա կենթանաբանական այգի, հագիր գորիլայի համակը, գտիր իրական գորիլայի վանդակ եւ այնտեղ կեր բանան մարդկանց եւ գորիլայի առջև։ Շատ հետաքրքիր պատիժ է։ Ես մեծ սիրով սա գնալու եմ անել։ Ամոթ է։ Ընդհանրապես ամոթ չի։ Որ պատկերացնում եք գորիլայի հագուստ ակած գորիլայի դեմը կանգնես։ Ինչա պատիժ շատ հավես է։ Ի՞նչն է հավես։ Պատկերացնում ես գորիլան հելնի ու հարցակվի վրեդ։ Ժողովուրդ անկեղծ ասած չգիտեմ եթե սա ամեն ինչ օրինական է այստեղ թե չէ, բայց անկեղծ ասած վախենում եմ այս շորերը հագնեմ ու գնամ գազանոց։ Ինչ որ բավոր գան անեն ասեն ռադետ քաշի։ Ավելի լավ էր ես ծաղրացուի շորեր հագնեի ու գնայի սար բարձրանայի։ Դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ես էլ ամբողջ ընթացքում մամբայի ժելեները կվայելեմ ու կողքից կնայեմ թե ոնց է Ռաֆոն խայտարակ լինում։ Մենք արդեն գազանոցի առջև ենք, ես ինչպես հասկանում եք դեմ գիտես երջանիկ եմ, որ ես դժվար պատիժը ես չեմ անելու։ Այս երեխեքը եկել են ու գորիլային են ման գալի, բայց չգիտեն թե ինչ է սպասվում։ Երեխեք ես եմ լինելու գորիլան։ Ռաֆ, այն կողմ։ Փոխվելու տեղ